Ուզում եմ հետևյալը ասեմ, օրինակ էլի Էստոնիա կատարած այցի արդյունքներով, որովհետև եւ թվայնացման, եւ հայտարարագրման, եւ տարբեր առիթներով մեր խորհրդակցությունների ժամանակ անդադ հնչում է Էստոնիայում էսպես է, Էստոնիայում այնպես է, Էստոնիայում ոչ մի բան կներեք չեն պարտադրում քաղաքացիներին, Էստոնիայում ասում են կուզեք սենց արեք, կուզեք նենց արեք, կուզեք ընդհանրապես մի արեք, բայց ուզում եմ մի էսա կանդրադառնանք, օրինակ 2002 թվականից, եթե թիվը ճիշտ եմ ասում, նույնականացման ID քարտ ունենալը Էստոնիայում պարտադիր է։ Այսինքն, եթե 2002 թվականից, հələ թիվը նայեք, 2002 23 տարի առաջ, 23 տարի առաջ Էստոնիայում արդեն ID քարտը պարտադիր է։ Այսինքն, եթե դու չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել։ Բացարձակապես ոչ մի գործարք։ Իհարկե էլ եմ ասում, դա մի օրում չի եղել, որ բայց ժամկետ է տրվել, ասել է այս տվին ID քարտ ունեցաք, կանեք, չեք ունենա, չեք անի։ Համընդհանուր հայտարարագիրը, էլի եթե ես ճիշտ եմ հասկացել, իսկ ոնց որ թե ճիշտ եմ հասկացել, համեն դեպս պլանավորել ենք, որ այնտեղից գործընկերներ հրավիրենք, ովքեր ներկայացնեն Հայաստանում տարբեր սկսած համալսարաններից, մասնավոր բիզնեսում եւ այլն։ Համընդհանուր հայտարարագիրը պարտադիր է բոլորի համար, առանց բացառության բոլորի համար։ Բոլորի, թոշակառուների, ոչ թոշակառուների, աշխատողների, չաշխատող, բոլորի համար պարտադիր է։ Այն տրամաբանությամբ, որ այնտեղ հիմա էլ կա հնարավորություն, եթե թվային չեք ուզում ներկայացնել, կարող եք ներկայացնել նաև թղթային տարբերակով, բայց քաղաքացիների 98%-ը ներկայացնում է թվային տարբերակով։ Ինչի՞, որովհետև գուցե նաև այն պատճառով, սա կարող է լինել պատճառներից մեկը, որ հայտարարագիր ներկայացնելու ժամկետը փետրվարն է, իսկ փետրվարին ցուրտ է, թվային եղանակով ներկայացնելու համար պետք է դուրս գալ, ինչ որ գործողություն անել, եւ էս էլ հաջորդ գործոնը։